Ուրբաթ օրը Տիկին Փոստանջյանի եղբորը զանգարում է մի անծանոթ հեռախոսահամարից եւ հայտնում, որ իրեն ստիպում են, որպեսզի ինքը, այդ անծանոթ անձը, ցուցմունքներ տա Զարուհի Փոստանջյանի դեմ, քանի որ ոմն մարդիկ ուզում են հաշվեհարդար տեսնեն եղբոր դեմ, Զարուհի Փոստանջյանի եղբոր դեմ, քանի որ ոմն մարդիկ այդ միջոցով ուզում են Զարուհի Փոստանջյանից հաշվեհարդար տալ։ Գտնում ենք, որ դա մի նոր արշավի սկիզբ է, որտեղ որ թիրախ են դառնում անմիջապես քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող անձի։ Տեղի ունեցածը բացարձակապես գնահատում ենք որպես ժառանգություն կուսակցության ընդդիմության նկատմամբ իրականացվող հաշվեհարդար ամենաբիրտ ձևով խախտելով անմեղության կանխավարկածը, գլխավոր դատախազությունը համարում է հաստատված, որ Տիգրան Փոստանջյանը հանդիսանալով հանրային ծառայող ապօրինաբար պահանջել եւ ստացել է վարձատրություն ոմն քաղաքացուց։ Ովքեր որ նախաձեռնել են այս ամենը, թող չկարծեն, որ հետնահանջելու ենք կամ ինչ որ տեղեր կաշկանդվելու ենք կամ վախենալու ենք, ընդհակառակը սրբազան պատերազմ է, մենք այս պատերազմի մեջ պատերազմելու ենք եւ հաղթանակած ենք դուրս գալու։ Պետք է ոչ թե մի այլ ձևով ասեմ, սա պատերազմ չի, սա թույլ կողմի, ուժեղ եւ ուժեղացող կողմի հանդեպ հետապնդումների սկիզբ է։ Եթե ես վարկածներ շարադրելու լինեմ Գյումրիի հետ կապված եւ իշխանության մի թևի հետ կապված վարկած կարող եմ զարգացնել Զարուհին հանքերի օգտագործման հետ կապված եւ ընդհանրապես ուրանի որոնական աշխատանքների հետ կապված Եվրոխորհրդում հայտարարության բանաձև է ներկայացրել բանաձևի նախագիծ, որի տակ 25-ից ավել պատգամավորներ ստորագրել են եւ հարցը կարող է մտնել բյուրո։ Ինչ իմանամ ով է այդ հանքի տերը Վերջին հաշվով երրորդ նախագահները ունեն բավականին մեծ ընդերքային սեփականություններ չեմ կարող ասել կոնկրետ, բայց բոլոր վարկածները, բոլոր հիմքերը ժառանգության եւ Զարուհու դեմ նման արշավ սանձազերծելու արկա էին։ Ամենաառաջի քայլը, որը մենք հենց այսօր անելու ենք, դա դիմելու ենք դատարան։ Հայցադիմումը արդեն պատրաստ է եւ այս ասուլիսից հետո անմիջապես Ինչպես վարչական դատարան անմիջապես այդ քայլերը կկատարվեն։ Այս գործը թող իմանան գործը նախաձեռնողները, որ այս գործը հասնելու է եվրոպական դատարան, եթե ներպետականացիաները փորձեն շարունակել այս գիծը։ Պարտավորեցնել հերքել տեղեկատվությունը եւ պարտավորեցնել եւ բռնագանձել գումար որպես վնաս։